Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում այս տարի 84 առաջին դասարանցի է սովորելու։ Թիվ 71 դպրոցը 73 սեպտեմբերի 1 է դիմավորել, բայց այս տարի, ինչպես դպրոցի առաջին սեպտեմբերի 1-ին, մուտքը կարմիր ժապավենով է։ Դպրոցը վերաբացվում է 5-ամսյա վերանորոգումից հետո։ Մոսկվա բնակ գործարար Արթուր Վարժապետյանը դպրոցի շրջանավարտն է, այսօր նաև դպրոցի բարերարը։ Դպրոցների շրջանավարտները հայացքը պետք է ուղղեն դեպի իրենց հարազատ կրթօջախները, սատար կանգնեն դպրոցին, կոչ է անում գործարարը օգնիր դպրոցիդ կայքեջում։ Նրա փոխանցած գումարով քառահարկ դպրոցը հիմնանորոգվել է ու կահավորվել նոր գույքով, նորոգվել է դպրոցի տանիքը, դասասենյակներն անգամ ձևափոխվել են առավել հարմարեցվել дасапроцессին, նորոգվել է կաթսայատունը, ջեռուցման համակարգը փոխարինվել է նորով։ Мы учились в этой школе, мы здесь заканчивали, у нас здесь проходило детство. Ես ու տիկինս այս դպրոցում ենք սովորել, այստեղ է անցել մեր մանկությունը։ Միասին որոշեցինք վերանորոգել մեր կրթօջախը։ 5 ամիս շարունակ սպասում էինք արդյունքին։ Այսօր շրջում ենք դպրոցում, հենց այն ենք տեսնում, ինչ մտադիր էինք ստանալ։ Կարծում եմ բոլորը գոհ են, բոլորին դուր կգա։ Վերանորոգված է, շատ սիրուն է, մեծ ջանքեր է դրվել, մեծ հնարավորություն ուներ, բայց շատերը ուներ հնարավոր, բայց Արտուրը նվերել է դպրոցին։ Սա է գեղեցիկ մոմենտը։ 2011-2012 թվականի ուսումնական տարեմուտին 10,791 առաջին դասարանցիներ են հաճախել Երևանի 163 դպրոցներ։ Այս տարի նաև օգնիր դպրոցի ծրագրի առաջին սեպտեմբերի 1-ն է։ Մարտից գործարկված քաղաքապետի նախաձեռնած ծրագիրն արդեն օգնել է երևանյան 135 դպրոցի, նորոգված կամ հիմնանորոգված դիմավորել ուսումնական տարին։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանաբնակ ու արտերկրում բնակվող երևանցի շրջանավարտներն ավելի քան 633 միլիոն դրամ են նվիրաբերել իրենց դպրոցներին։ Փոխանցումները տարաչափ են 1000 դրամից մինչև մի ամբողջ դպրոց հիմնանորոգելու համար բավարար գումարներ։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը գիտելիքի ու դպրության օրը այցելել է մայրաքաղաքի այն դպրոցներ, որոնք հիմնանորոգվել են օգնիր դպրոցի ծրագրի շնորհիվ։ Հանրակրթության վարչության պետը դպրոցականներին ու ուսուցիչներին շնորհավորել է եւ փոխանցել Երևանի քաղաքապետի ուղերձը։ Գիտելիքի եւ կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը։ Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Օգնիր դպրոցիթը նաև Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցին է օգնել։ Երևանի թիվ 8 հիմնական դպրոցը 235 առաջին դասարանցիների է դիմավորել տարրական դպրոցի վերանորոգված մասնաշենքում։ Հրաշալի մտահղացումներ, իսկապես հրաշալի։ Այդ դպրոցիթը այնքան լավ է հնչում։ Քոնն է, մենք բոլորս սովորել ենք դպրոցներում, յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուրի կյանքի ընթացքն է հատել այդ ժապավենը լուսավոր ժապավենը դպրոցական տարիներ վերնագրով։ Այս դպրոցն էլ Մոսկվա բնակ գործարար Աշոտ Խաչատուրյանցի տրամադրած միջոցներով են նորոգվել։ Ուսուցիչների համոզմամբ վերանորոգված դասասենյակն աշակերտի գեղագիտական դաստիարակության առաջին դասն է, որը տրամադրելու է նորեկներին ավելի սիրել դպրոցը։ Առաջի օրը, առաջի դասարանը, նա մտավ արդեն գեղեցիկ դպրոց։ Երեխան այսպես է սովորում։ Սա իր առաջին քայլերն է, եւ այդ առաջին քայլերը շատ գեղեցիկ են։ Ես շատ էի սպասում, որ գնայի դպրոց, շատ էի ուզում։ Բերելու եմ տուն աստղիկներ։